եթե մարդը հավատում է այնպիսի մի երևույթի, լինի դա Աստված, լինի դա մի ուրիշ բան, գիտություն, բնություն եւ այլն, որը միայն օգտակար է մարդկության համար, իրեն անձի եւ շրջապատի համար, եւ որը վնաս չի հասցնում հակառակ, դա դրական երևույթ է։ Ուրիշ բան է, որ հավատքը կարող է առաջացնել նախանձ, հավատքը կարող է թշնամություն առաջացնել։ Հայկական եկեղեցին այդպես ինչի է, հայկական եկեղեցին իրոք լիբերալ է, լիբերալ դեմոկրատական այդպես ասած ուղղվածություն ունի։ Եվ այստեղ տեսնում եմ շատ կարևոր մեր դեր, որտեղ կրկնելով իմ խոսքը նախորդ հաղորդումների, որ եկեղեցու ներքո է փաստորեն զարգացվել եւ առաջընթաց ունեցել հայկական միտքը, հայկական արվեստը, գրականությունը, մշակույթը ավելի լայն։ Բնական է, որ ամեն մի հաջորդ սերունդ հարգանքով եւ մեծ ուշադրությամբ է վերաբերվել։ Ես ասի, որ հայկական ազգի մեջ էվոլյուցիան հիմնական սկզբունքն է ապրելաձևի, որովհետեւ տեսեք, շատ հզոր գործոն է մեր այն ադատները, սովորությունները, որոնք պահպանել են հայ ազգին, որի հիմքում ընտանիքն է։ Մեր հայկական ընտանիքը պահպանողական է։ Շատ հաճախ երիտասարդ սերունդը քննադատաբար է վերաբերվում դրան, բայց ինքը մեծանում է եւ նույն բանը պաշտպանում է։ Դա շատ լավ է, որ քննադատաբար է, որովհետեւ այս այն հակասությունն է, որը ոչ թե վնաս է հասցնում, այլ հակառակ ծառայում է զարգացմանը։ Եվ այդ առումով ես ասեմ, որ պահպանողականությունը այստեղ շատ կարևոր դեր ունի, ֆունկցիա ունի։ Ինչն է պատճառը, որ հիմա տեղի է ունենում ինչ-որ փոփոխություններ, որովհետև սոցիալ-տնտեսական պայմանները ժամանակակից շատ ուժեղ խառնեցին այդ պահպանողական համակարգը։ Էլի բաներ պահպանվել է, բայց շատ բաներ հարկադրված վերացվել է։ Եվ այստեղ օրինակ տեսեք, ավանդական հայ երիտասարդի վերաբերմունքը դեպի տարիքած մարդու խախտվել է։ Պահպանվում է, եթե մենք համեմատում ենք ուրիշ ազգերի հետ, բայց այն չի, ինչ որ մի քանի տասնյակ տարի առաջ։ Բարեկամական կապերի, հարաբերությունների էությունը փոխվել է։ Պետք է անպայման ազգային քաղաքականությունը հիմնվի էթնոհոգեբանական օրինաչափությունների վրա։ Եկեղեցին ունի այդ ժամանակակից լեզվով ասած ինֆորմացիոն բանկը, որովհետև եկեղեցու մեջ է պահպանվել հայ ազգի էությունը։ Կանեք, մենք կարող եմ այսպես ասել, եթե համեմատենք ամբողջ մարդու հոգեկան համակարգի հետ, ամենակարևոր բաներից մեկն է, առանց որի չի կարող մարդը գոյատևել, հոգեկանը ընդհանրապես ցուցաբերվել, դա մարդու հիշողությունն է, որտեղ հիշողությունն է հիմքը, որ մարդը կարողանում է առաջընթաց ապրել, հիշողությունն է հիմքն է, որ մարդը իրենից առաջ բաներն է հիշում այս պահից։ Ինձ թվում է, եկեղեցին ինչ-որ առումով, դա հայ ազգի հիշողությունն է։ Այդ առումով պետք է լավ օգտագործել այն հիշողությունում գտնվող ինֆորմացիան, որը կա։ Եվ եկեղեցու դերը այս առումով շատ ուժեղ է, եթե եկեղեցին ինքը պահպանողական չլինի, ինքը իր մեջ չպահպանի այն դեմոկրատական սկզբունքները, որի հիման վրա ստեղծվել է, դա կարող է ազգի վրա շատ մեծ բացասական ազդեցություն ունենալ։ Առաջի ազդեցությունը նա է, որ ամենակարևորը, որ կարող է ջարդվել մարդու հավատը, հավատալը, եւ շատ մարդիկ հեռանում են եկեղեցուց եւ դառնում են անհավատ ոչ միայն Աստծո նկատմամբ, հավատքի նկատմամբ, այլ ընդհանրապես։ Եթե այն ինչ որ առավել եւս վեհ է, այն ինչ որ առավել եւս ոգեղենական է, եթե դրան չես հավատում, մնացած բաները առավել եւս, եթե այստեղ նաեւ հաշվի առնենք, որ մարդու զարգացումը գնում է ռացիոնալիզմի ճանապարհով, այստեղ ռացիոնալիզմը վերածնում է ինչ որ առումով
ռոմանտիկ անհասկանալիությունը, ռոմանտիզմը ոնց որ վերան, թող ինձ ներեն, բայց ինձ թվում է հավատքի մեջ անպայման ռոմանտիզմ կա։ Ինչքան որ մարդկությունը եղել է ավելի վաղ ժամանակներում, այսինքն դա բնորոշ է այն փաստին, որ մարդը ավելի քիչ գիտելիքներ է ունեցել բնական երևույթները բացատրելու, ինքը իրեն բացատրելու եւ նկարագրելու։ Բնական է, որ այդ մարդը համապատասխանել հավատք է ստեղծել։ Իզուր չի, որ հեթանոսական հավատքը պարզ հավատք է, կապված բնական երևույթների հետ։ Ինչքան որ ավելի զարգանում է մարդկությունը, այնքան բարդանում է բոլոր տեսակի հարաբերությունները, մարդ բնություն, մարդ հասարակություն։ Եվ այս բարդությունը պահանջում է կանոնակարգում։ Այդ կանոնակարգումը անդրադառնում է այն փաստի մեջ, որ ստեղծում են օրենքներ։ Օրինակ, իրավաբանական դաշտ է ստեղծվում։ Նույնը տեղի է ունեցել հավատքի հետ, ստեղծվել են հավատքի տարբեր ուղղություններ, որտեղ ստեղծվել են իրենց համար կապված տարածքից, կապված էթնոսից եւ այլն համապատասխան օրենքներ։ Այդ առումով ինձ թվում է շատ հետաքրքիր փաստ է, որ հայկական եկեղեցին ավելի քիչ է հեռացել հեթանոսականից, քան թե մնացած ուրիշ եկեղեցիները, քան թե մնացած ուրիշ հավատքի ուղղությունները։ Ինձ թվում է այստեղ հայկական եկեղեցին ավելի պահպանողական է, այսինքն այն էվոլյուցիան, որը պահպանվել է հայկական եկեղեցու մեջ, շատ լավ ցույց է տալիս, որ այն նախադրյալները, նախաքրիստոնեական նախադրյալները կարողացել են դրականները պահպանվել եւ փոխանցվել նորի մեջ։ Եթե ոչ նույնիսկ կանոնակարգված, թեպետ կանոնակարգված է, այլ չեն հերկվել եւ չեն արգելակվել եկեղեցու կողմից, որ մինչեւ հիմա էլ կա տրնդեզները եւ այլն։ Եվ ինձ թվում է այստեղ մի շատ կարևոր բան կա, որ ժամանակակից իրադրության մեջ, այ մեր իրադրության մեջ, հայկական եկեղեցու ֆունկցիան ես տեսնում եմ, մի քիչ վատ ասեցի, ես տեսնում եմ, որովհետեւ դա հայկական եկեղեցու մեջ ես տեսնում եմ, որ մի քիչ մեծամտություն ունի մեջ, այլ հոգեբանական իմաստով եմ ես ասում։ Ես տեսնում եմ նրա մեջ, որ մենք վերադառնանք նորից այն մարդկային հիմքին, որը միշտ ամբողջ զարգացման ընթացքում հայկական հավատք ունեցել է, հեթանոսական, քրիստոնեական եւ այլն։ Միշտ եղել է մեծ փոխարդարձ հարգանք, անձ եւ հավատք, անձ եւ եկեղեցի։ Միշտ է եղել դա։ Հիմա նորից կա հնարավորություն այդ փոխհարաբերությունները վերադարձնել։ Տեսեք, եկեղեցուն նպաստող պետական քաղաքականություն կա։ Թեպետ անկախ է էլի պետությունից, բայց պետությունը ուղղված է եկեղեցուն։ Պետական այրերը ուղղված են եկեղեցուն։ Եկեղեցին կարող է շատ լավ վերելք ունենալ, բայց ոչ թե ինքը իրեն համար, ոչ թե ինքը իրեն շահերի, այլ ազգի շահերից։ Այս ազգի շահերը, որը հիմնականում եղել են միշտ հայկական հավատքի կենտրոնում, ինձ թվում է հիմա պետք է լինեն նաև կենտրոնում, ոչ թե խոսքերով, այլ գործերով։ Ինչ որ առումով, քանի որ մեր պետությունը դեռ նոր է, պետականությունը ձևավորվում է, սոցիալ-տնտեսական պայմանները շատ ծանր են եւ միշտ չի որ մեր կենցաղային պահանջմունքները կարող է պետությունը բավարարել, այստեղ եկեղեցին ունի շատ կարևոր մի ֆունկցիա։ Չվեճիշացնելով իրեն, օգնի հային, որպեսզի նա դառնա իրոք այն մարդը, որի ամենակարևոր երևույթը, էությունը, դա ոգեղենությունն է։